Ռեոփնի եթերում Ռենյուզի ժամը 13-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի կեսօր։ Վաղարշապատի ընտրություններից հետո տեղի ունեցած խուզարկությունների հետևանքով 5 անձ մեղադրյալի կարգավիճակ է ստացել։ Ընտրակաշարք ստանալու, տալու եւ ընտրակաշարքի միջնորդության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանն այսօր ասուլիս է հրավիրել, տեղեկացրել, որ 5 մեղադրյալներից 3-ը իր թիմակիցներն են, իսկ տեղի ունեցողն անվանել է զավեշտ։ Փորձում են ինչ-որ քրեական գործերի միջոցով, երևի թե մարդ են ման գալիս, ով ինչ-որ սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված, չեն կարող գտնել եւ չեն կարողանալու գտնել, որովհետեւ նման բան չկա։ Մեր թիմի ավականու ցուցակից Դավթյան Արմենի, Գևորգյան Կարենի, Գևորգյան Տիգրանի տներն են խուզարկություն իրականացնել, ելի մի քանի հոգու, որոնց ասում եմ ես ինքս չգիտեմ, շփման մեջ չեմ եղել իրենց հետ, միգուցե իրենք մեր համակիրներն են եղել եւ ձայնը տվել են հաղթանակ դաշինքին։ Քրեական գործերը հարուցված են, հարցաքննություն եղել է, այո, ստորագրությամբ բաց են թողել բոլոր անդամներին, ձերբակալված անձ չկա, հետագան արդեն ցույց կտա։ Սամվել Կարապետյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Դատարանը երեկվանից էր քննում Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Կարապետյանները սա համարում են քաղաքական հետապնդում։ Պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրավական գործընթաց չկա։ Արդարադատության բովանդակությունը կանխորոշվում է հայկական ժամանակի նյութով։ Ինչպես 2025 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունը, այս դեպքում էլ հայկական ժամանակ օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը, դատարանի որոշումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ 2 ամիս կալանքը, միջնորդությունը կալանքը երկարաձգելու վերաբերյալ բավարարել, երբ դրանից 1 ամիս առաջ ասվում էր, որ 1 ամսով է երկարաձգվում կալանքը։ Սա պարզապես անլրջություն է ուղղակի։ Իշխանությունները մարտի 1-ի գործով քննարկում են հրավիրել ազգային ժողովում, ներկա են քննչական կոմիտեի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը եւ ուրիշներ։ Քննարկման ընդդիմադիրները չեն մասնակցում։ Ավելի վաղ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր Ֆարմանյանը եւ այլ կնդեմ Հայաստանի գործով իր որոշումը, որը վերաբերում էր մարտի 1-ից 2-ին Երևանում զանգվածային բողոքի ցույցերի ճնշման ժամանակ 10 քաղաքացիների մահվանը։ Դատարանը միաձայն որոշել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհերի մեծ մասի կյանքի իրավունքը եւ մատնանշել ողբերգության քննության անարդյունավետությունը։ ՄԻԵԴ պարտավորեցրել է զոհերի հարազատներին վճարել 30,000 եվրո բարոյական վնասի փոխհատուցում։ Բացի այդ, լրացուցիչ 35,000 եվրո է նշանակվել դատական ծախսերը հոգալու համար։ Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ մի Պանահիտ Մանասյանը ասել է, որ պետք է կարողանանք դասեր քաղել այս իրադարձությունից։ Տարբեր մարմինների կողմից ուժի կիրառման համաչափության հետ կապված խնդիրն է եւ դարձյալ պետք է խոսել այն մասին, որ բավարար եւ ողջամիտ հիմնավորումներ չեն ներկայացվել այն մասին, որ կիրառված ուժը եղել է համաչափ, ավելին հատուկ պիտի արձանագրեմ, նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանն է խոսել այն մասին, որ գործողություններն ինքնին կազմակերպված եւ իրականացված չեն եղել այն տրամաբանությամբ, որպեսզի առնվազն նվազագույն վնաս պատճառվի եւ նվազագույն բացասական հետևանքներ լինեն դրա արդյունքում։ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էլջեկչյանի վիճակը կտրուկ վատացել է, այս մասին հայտնել են նրա կինը եւ փաստաբանը։ Ըստ փաստաբանի 45-օրյա ընդմիջումից հետո Վիգենը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին եւ կարճ զրույց ունեցել։ Նա հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել եւ կարիք ունի անվասայլակի, որն իրեն չեն տրամադրում։ Ադրբեջանի կրթական հաստատություններում դատելով նոր հրապարակումներից հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների քարոզչությունը շարունակվում է, ընդ որում սկսած մանկահասակ երեխաների շրջանում։ Լրագրող Ջավիդ Ախմեդովը երկրի դպրոցներից մեկում նկարահանված կադրեր է հրապարակել։ Դրանցում երևում է, թե ինչպես են աշակերտները բեմադրում մի սկեչ, իբր հայ գերի են վերցնում եւ նրան ատրճանակի սպառնալիքով ստիպում ասել Ղարաբաղը Ադրբեջան է։ Ախմեդովը շեշտում է, որ եթե հայատյացությունը թուլանա Ադրբեջանում, կառավարությունը կկորցնի իր հիմնական քարոզչական գործիքը։ Qarabağ Azərbaycan է։ Qarabağ Azərbaycan է։ Qarabağ Azərbaycan է։
70 կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել հաջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի եւ այլ հիմնարար իրավունքների Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան հրամանի 2-ամյակի առիթով։ Հայտարարության մեջ ասվում է, թե արցախահայերի վերադարձի իրավունքը հեռավոր հույս չէ։ Այն արդարության հրամայական է, որը պաշտպանելը նշանակում է պաշտպանել մարդկային ընդհանուր արժեհամակարգը։ Մեկ պաշտոնական լուր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հրավերով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ից 21-ը պետական այցով կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք, հաղորդում են ղազախական լրատվամիջոցները։ Այցի օրակարգում են երկու երկրների պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն Ղազախստանի եւ Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Մեքսիկային հարվածելու հեռանկարով, եթե անհրաժեշտ լինի թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։ Պատասխանելով լրագրողի հարցին Մեքսիկայի տարածքում հարվածներ հասցնելու հնարավորության մասին, Թրամփն ասել է, թե իրենք կանեն անհրաժեշտ ամեն ինչ թմրանյութերի հոսքը դադարեցնելու համար։ Հիշեցնեն, վերջին ամիսներին ամերիկյան ռազմանավերն ու կործանիչները հարվածներ են հասցնում Վենեսուելայի եւ Կոլումբիայի ափերի մոտ նավարկող նավերին, մեղադրելով թմրանյութերի տեղափոխման համար։ Մինչդեռ Միացյալ Նահանգներ մուտք գործող թմրամիջոցների 90%-ն արտադրվում է Մեքսիկայում։ Ֆրանսիան եւ Ուկրաինան ստորագրել են պաշտպանական խոշոր նախագահների բնորոշմամբ պատմական համաձայնագիր, որով նախատեսվում է առաջիկա տասնամյակում մինչև 100 Ռաֆալ կործանիչների գնում։ Միևնույն ժամանակ ռազմաճակատում մարտերը շարունակվում են։ Ռուսաստանը հայտնում է Զապորոժիայի մարզում նոր առաջխաղացումների մասին, նաև հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Բալակլիա քաղաքի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել։ Ուկրաինայի դրոնային հարվածից Ռուսաստանի Օմսկի մարզում գազատարի վրա բռնկված հրդեհը մարվել է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է Միացյալ Նահանգների մշակած բանաձևը, որը հավանություն է տալիս գազային պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրին եւ թույլատրում միջազգային կայունացնող ուժերի տեղակայումը։ Մինչ Պաղեստինի իշխանությունները ողջունել են ծրագիրը, որն ընդունվել է Ռուսաստանի եւ Չինաստանի ձեռնպահ մնալու պայմաններում, Համասը մերժել է զինաթափման պահանջը։ Այս քաղաքական զարգացումը տեղի ունենում այն ֆոնին, երբ տեղահանված գազացիները բախվում են խոշոր հումանիտար ճգնաժամի։ Չնայած գործող հրադադարին ձմեռային հորդառատ անձրևները հեղեղում են ժամանակավոր ճամբարները, ընտանիքներին թողնելով առանց ապաստանի եւ ջերմության։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը սպասվող հանդիպումը նշանավորվում է նրա առաջին այցը լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունից հետո եւ նպատակ ունի վերջնականապես ամրագրել հարաբերությունների վերափոխումը, հակասական գործչից վերածվելով տարածաշրջանային առանցքային խաղաղարարի։ Վերջին տարիներին Բին Սալմանը ակտիվորեն միջնորդում է Ուկրաինայի հարցում, կարգավորում հարաբերություններն Իրանի հետ եւ առաջ մղում Գազայի հրադադարը, միևնույն ժամանակ հստակորեն պայմանավորվելով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը Պաղեստինի պետության ստեղծմամբ։ Այս այցը ընդգծում է երկու երկրների գործարքային հարաբերությունները, որտեղ ռազմավարական շահերը գերակայում են մարդու իրավունքների խնդիրներին։ Իրաքի ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց վարչապետ Մոհամմեդ Շիա Ալ-Սուդանի ընտրացուցակն առաջինն է 229 տեղանոց խորհրդարանում ստանալով 46 մանդատ։ Քանի որ ոչ մի կուսակցություն ինքնուրույն չի կարողանում կառավարություն ձևավորել, քաղաքական ուժերը ստիպված դաշինքներ են կազմելու այլ խմբերի հետ։ Այդ իսկ պատճառով մեծամասնություն կազմելու շուրջ ընթացող բանակցությունների պայմաններում նոր կառավարության ձևավորումը կարող է ամիսներ տևել։ Բանգլադեշի տապալված վարչապետ Շեյխ Հասինան հեռակակարգով դատապարտվել է մահապատժի, անցյալ տարվա ուսանողական ապստամբությունը դաժանորեն ճնշելու հրաման տալու մեղադրանքով։ Դատավճռի հրապարակումից հետո մայրաքաղաք Դաքայում բողոքի ցույցեր են սկսվել, իսկ ժամանակավոր կառավարությունը որոշումը պատմական որակելով պահանջել է Հնդկաստանից արտահանձնել Հասինային։ Ինքը Հասինան դատավարությունը որակել է կեղծ տրիբունալ, մինչդեռ ըստ ՄԱԿ-ի տվյալների նրա հրամանով իրականացված ճնշումների հետևանքով զոհվել է մինչև 1400 մարդ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների հնարավորության մասին արտահայտությանը հայտարարել է, որ իր կառավարությունը բաց է ուղիղ երկխոսության համար։ Մադուրոն ընդգծել է դիվանագիտական կարգավորման հավատարմությունը, միևնույն ժամանակ դատապարտել է ռազմական ուժի կիրառման սպառնալիքները։ Երկու երկրների միջև հայտարարությունների այս փոխանակումը տեղի ունենում տարիներ տևող լարված հարաբերությունների, Միացյալ Նահանգների պատժամիջոցների եւ Վենեսուելայի խորը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի ֆոնին։ Դավիթ Գենջոյան, Open Media։
Հանրային մեծ աղմուկ է բարձրացել Ալեն Սիմոնյանի վերջին հարցազրույցի շուրջ, բայց պատճառը հարցազրույցի բովանդակությունը չէ։ Սոցցանցերում շատերը զարմացել էին, որ Իմնեմնիմի հաղորդման համահեղինակներին հենց Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա ձերբակալելուց հետո նրան հրավիրել են լուրջ քաստ։ Իրականում հաղորդումը ձերբակալություններից առաջ էր տեսագրվել, բայց զարմացողների համար դա կարծես մեղմացուցիչ հանգամանք չէր, ու շատերն ապաբաժանորդագրվել են։ Պատճառները փորձել է հասկանալ իմ գործընկեր Աննա Հարությունյանը։ Փակ երկիրը ամեն ձև փակելու եւ այլն եւ ինչ-որ ժամանակ անց տրաքեց այդ ամենը։ Հենց այս ոդքասթից հետո Արմքոմեդիի տղաների շուրջ սկսվեցին բորբոքվել ֆեյսբուքյան գրքերը։ Ընդդիմադիր դաշտից սկսեցին նշել նրանց էջերը, ավելացնելով ափսոս բառը։ Նարեկ Մարգարյանին եւ Սերգեյ Սարգսյանին սկսեցին մեղադրել անուղղակիորեն իշխանությանը սատարելու եւ Իմնեմնիմի ոդքասթի հեղինակների ձերբակալումն ու կալանավորումը հաշվի չառնելով նրանց դեմ հաղորդում տված Սիմոնյանին իրենց տաղավարում ընդունելու համար։ Սիրելիներս, եթե ձեզ համար հանրային իշխանության բարձրագույն պաշտոնատար անձի կողմից իր ախրաննիկների օգնությամբ քաղաքացու ձեռքերը բռնելն ու երեսին թքելը կարմիր գիծ չի, ապա նորմալ է, որ ես էլ ձեր աչքերում ծայրահեղական եմ։ Ավելի կոշտ գնահատական հնչեցրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Արմքոմեդիի տղեկը կանգնած էին առանցքային որոշում կայացնելու հարցի առջև։ Իմնեմնիմի տղեկի հանդեպ Ալենի ստահակության հետևանքով չեղարկել նրա այդ հարցազրույցի հրապարակումը, թե չեղարկել։ Ընտրեցին երկրորդ տարբերակը, ընտրեցին ադրբեջանը նիկոլական 4-րդ հանրապետություն պրոյեկտում ընդդիմադիր հայացքներ ունեցող տղեկ աշխատելու անշարժ տարբերակը։ Ափսոս։ Արմքոմեդիի հաղորդավարներից Նարեկ Մարգարյանի հետ չկարողացանք կապ հաստատել, իսկ Սերգեյ Սարգսյանը չցանկացավ թեմայի մասին որևէ մեկնաբանություն տալ։ Իսկ թե ինչպես է որոշվել ազգային ժողովի նախագահին կանչել լուրջ քաստ, կարելի է հասկանալ հետևելով Արմքոմեդի Ալեն Սիմոնյան հեռակա վեճին։ Ազգային ժողովի նախագահը նախ մեղադրել է տղաներին իրեն փողոցում չբարևելու, բայց բարևի մասին սոցիալական գովազ նկարելու համար։ Հետո մեկ այլ հրապարակմամբ էլ մեղադրել է ըստ էության ապատեղեկատվության համար։ Մարգարյանն ավելի ուշ փորձել է բացատրել կատակը, որը վերաբերում էր երկրում կոռուպցիոն գործերի ընտրովի քննությանը։ Կատակը մեծ հաշվով Ալենի մասին չէր, այլ Դանիելենց այդ ահազանգների, որոնք ավելի հակված են ավարտվել նստելով ընդդիմադիրների դեպքում։ Երկու սրբազան հենց հիմա այդ ահազանգերով գտնվում է կալանքի տակ, այսինքն նստած է։ Իսկ իշխանավորների դեպքում, երբ որ իրանք ահազանգում են, հետո բարձրացնում են, որ կադաստրոն վրիպակ ա եղել, ինչ որ չգիտեմ, ասես մի հատ մանրուք էր, վարչական էր բան, հիմա մնում է ուղղակի ապացուցել, արդյոք եղել է ահազանգ ոչ թե վարչական խախտման մասին, այլ քրեական ահազանգ։ Ըստ այդմ Ալեն Սիմոնյան ակնհայտ կեղծ տվյալներ է ներկայացրել, ինչը քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով նախատեսված հանցագործություն է։ Ահազանգելա, քրեականա, նստելա, չի նստել։ Մեդիա փորձագետ Գնեն Նալբանդյանն ասում է ոչ միայն քաղաքական, այլև հանրային դաշտում մեդիայի նկատմամբ ճնշումները ավելի են անորոշ դարձնում խոսքի ազատության մասին առանձայնել ոչ հստակ պատկերացումները։ Մեդիա տարածքում խոսքի ազատության մասին պատկերացումները շատ հեղեղուկ են, շատ բավականաչափ անորոշ են եւ խիստ քննադատելի է այն վարքը, որ խոսքի որևէ դրսևորում կարող է հանգեցնել որևէ իրավական սանկցիայի։ Նալբանդյանը չի պնդում, որ կա ուղղորդված թիրախավորում, սակայն տեսնում է մտահոգիչ օրինաչափություն իշխանության գործողություններում քննադատական լրատվամիջոցների նկատմամբ։ Դրանք ճնշող մթնոլորտ են, որովհետև եթե մեկին ուրեմն կալանավորում են, ձերբակալում են, մյուսները կարող են նաև ինքնագրաքննությամբ զբաղվել, իրենք իրենց սահմանափակել եւ կարող են մտածել, որ արի կլինի այս ինչ բանը չասեմ, արի կլինի ձայն չանեմ, արի կլինի այս թեմային չանդրադառնամ, որովհետև գուցե նույն բախտին էլ ես արժանանամ։ Իդեպ օրեր առաջ պետականացվեց նաև մամուլի շենքը, որտեղից մինչև այդ ճանապարհել էին առավոտի խմբագրությանը, ինչը նույնպես հանրության ընդդիմադիր հայացքներ ունեցող հատվածի կարծիքով դարձավ ընդդիմադիր մամուլի հանդեպ ճնշումների օրինակ։ Աննա Հարությունյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։ Վերջում մի արտառոց դեպքի մասին։ Վաղ առավոտյան գազի պայթյունի հետևանքով Էջմիածնում բնակելի շինություն է փլուզվել։ Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները փլատակների տակից դուրս են բերել 76-ամյա տանտիրուհուն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այժմի համար այսքանը, լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։ Հաջողություն։